Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը։ Չեչնիայից Հայաստան տեղափոխված 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 19-ին Երևանում հայտնաբերվել էր, հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դին։ Հոկտեմբերի 25-ին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասում վիճաբանություն է եղել, իսկ բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորման բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, նա ձերբակալվել է։ Հոկտեմբերի 24-ին տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել ու կա վիրավոր։ Հիվանդանոցից էլ ահազանգել են, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, վերջինս մահացել է։ Ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, արժանանման հետքեր, կրակված մեկ պարկուճ, մահացածը հույդաներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին է Մխիթար Մարգարյանը, ով ինքնասպանություն է գործել։ Քննչական կոմիտեն ապացույցներ է ձեռք բերել այն մասին, որ քաղաքացին 2024-25 թվականների ընթացքում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումը ըստ քաշերի, փաթեթավորումը եւ նախապես տեղադրումը թաքստոցներում, ինչը լուսանկարահանվել եւ հանցագործների կողմից կառավարվող Telegram հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութի արտակի միջոցով փոխանցվել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած եւ կրիպտոարժույթային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց։ Ընդհանուր 6.5 կիլոգրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել եւ առգրավվել է։ Հոկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանայից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գործող նաբերեժնի ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են։ Ոստիկանները հայտնաբերել են ահազանգող կնոջը։ Նա հայտնել է, որ Երևանի բնակիչ 36-ամյա Հայկազը իր կամքին հակառակ իրեն պահել է նշված ռեստորանային համալիրում եւ ալկոհոլի ազդեցության տակ հարվածներ հասցրել, մի քանի անգամ խմիչք է լցրել իր վրա, այդ կերպ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ եւ հոգեկան տառապանք։ Հոկտեմբերի 23-ին Մերձավան գյուղում ձերբակալվել է Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականից հետախուզվում էր հանցավոր կազմակերպության մասնակցել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների եւ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, սուտ մատնությունը, կողոպուտի փորձը, գողությունը հատկանիշներով։ Հոկտեմբերի 23-ին Շիրակի փողոցում ձերբակալվել է Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը մայիսի 7-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով։ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի ծառայողները ոստիկանության Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են խուզարկության ու հայտնաբերել մեծ քանակությամբ արգելված իրեր եւ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, բաժանորդային քարտով, լիցքավորման լար, թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված, ընդհանուր 27.4 գրամ քաշով, բյուրեղանման փոշե զանգված 2.3 գրամ քաշով, նաեւ 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ։ Հոկտեմբերի 24-ին Արմավիրի Հանրապետության փողոցում բախվել են Nissan Murano եւ Opel Magnishi ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 25-ին BMW Magnishi ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 25-ին աշտարակի խճուղում բախվել են Infiniti, Mazda եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Toyota Magnishi ավտոմեքենան 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 25-ին Վաղարշյան Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Opel եւ Honda Magnishi ավտոմեքենաները։ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել վճարային տերմինալին, ինչի հետևանքով էլ մայթին կանգնած հետիոտնը բախվել է Opel-ին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 25-ին Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագնի վարած Toyota, 49-ամյա Արայիկի վարած Mercedes, 19-ամյա Արմենի վարած Nissan Magnishi ավտոմեքենաները եւ մոտոցիկլը։ Մոտոցիկլը կողոշրջվել է, մոտոցիկլավարը ով օտարերկրացի է տեղափոխվել է հիվանդանոց։
Հոկտեմբերի 26-ին Մամիկոնյաց Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Դավթյանի վարած Mercedes եւ Երևանի բնակիչ 41-ամյա Արայիկ Ստեփանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 26-ին Ճամբարակ Վահան ավտոճանապարհին Պաշտպանության նախարարության Էնզորամասի հարևանությամբ բախվել են ՎԱԶ-2106 եւ Վիլիս մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 26-ին ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են Նիսանում բռնկված հրդեհը։ Այրվել է Նիսան մակնիշի ավտոմեքենան։ Հոկտեմբերի 23-ին ծառայությունը իրականացնելիս Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են Ֆոտոն մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր։ Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։